Ինչպես է դեպրեսիան ազդում կյանքի որակի վրա, հատկապես ինչն է սկզբում տուժում, որովհետև կարծիքները տարբեր են, ասում են, որ սկսում է կորել հետաքրքրությունը, ոմանք ասում են նաև էներգիայի պակաս, առհասարակախորժակի կորուստ եւ այլն, որն է այն ծիծեռնակը հենց սկզբնական շրջանը, որ նկատելի է կամ գուցե եռյակը, որ հուշում են մեզ, որ դեպրեսիան արդեն սկսվում է կամ սկսվել է։ Գիտեք, ամենաառաջինը հիմա ներկայիս ժամանակաշրջանում դա հետաքրքրությունների լիարժեք կորուստն է։ Այսինքն, երբ որ անձը ինչ-որ մի բանով շատ հետաքրքրված էր կամ իր համար կյանքը գույնավոր էր, այդ անձը սկսում է ոչ մի բան իրան չի հետաքրքրում։ Ոչ մի բանի նկատմամբ հաճույք, այդ հաճույքի բացակայությունն է։ Կարող է ինքը ինչ-որ մի բան անում է, գործում է, շարունակում է այդ գործունեությունը ծավալել, ոնց որ ծավալում էր, բայց խոսակցության ժամանակ ասում եմ, բժիշկ, ես ոչ մի բանից հաճույք չեմ ստանում։ Այդ հաճույքի գործոնի բացակայությունը, էներգետիկ պոտենցիալի իջեցումը, այո, որովհետև գիտեք, շատ դեպքերում կինը կարող է ասել, գիտեք, ես այնքան գործունյա եմ եղել, 40 հոգանոց սեղան կարող էի փռեի 2 ժամով, իսկ հիմա մի թեյնիկ գազոչաղի վրա դնելը իմ համար հերոսություն է, որովհետև չկա, այդ էներգիան չկա, ցանկությունը կա, էներգիան չկա նմանատիպ գործունեություն ծավալելու։